Թրիչքի համար Սիրիմ օգնած Բայց կրկին համար Պարզ երկնքից Ինձ եմ բաժանում Այս երկրային Շղթաները մեղք ու հատուցում Ջահը ձեռքիս, մակողքիս Ես ընկնում եմ Կապանքներից, խորվերքերից Կործանվում եմ Որոգայթից վախչել Հրկել և շանդությունը իմ վախրուն Ու գտնել ուղին իմ դեպի տուն Ու գտնել ուղին իմ դեպի տուն Ասա շեֆ, հասկացա։ Ես էլ քո աշխատանքի վարձը դավա։ Ես գոհ եմ։ Ինչպես միշտ պրոֆեսիոնալի պես ես գործ եմ կատարում։ Որևիցե մեկը գիտի, որ Հայաստանում ես դավա։ Չէ, Վստահ ես դրանում։ շեֆ ջան, ես իմ գործը գիտեմ, նույնիսկ չեմ էլ զանգել։ Լավ, հավատում եմ քեզ։ Դու լուրջ տղա ես։ Ու հələ այսքան ժամանակ ոչ մի խնդրեմ չես ստեղծել իմ համար։ Քաղաքում հիմա իմ մնալը վտանգավոր է։ Գիտեմ։ Բայց դու դեռ պետք ես ինձ, դավա։ Հնարավոր է, որ շատ շուտով այցի գնաս իմ բարեկամներից մեկին։ Եթե նա իրան շարունակի պահել նենց ոնց հիմա է պահում։ Ում մասին է խոսքը։ Կամոյի։ Կամոյի։ Հա, Կամոյի։ Ինչի քո համար տարբերություն կա, թե ում ես վերացնում, դավո։ Պրինցիպի չէ։ Ուղղակի Էլ մի շարունակի, դավո։ Դու իմ համար արժեք ես ներկայացնում այնքան ժամանակ, քանի դեռ ավելորդ հարցեր չես տվել։ Իսկ երբ կսկսես մտածել քո զոհերի մասին, դավո։ Այդ դեպքում դու գիտես, թե ինչ կլինի քեզ հետ։ լավ հասկացա շեֆ, էլ չի կրկնվի։ Լավ, ես գնամ գործեր ունեմ։ Քեզ էլ ինչ պետք է կզանգես են իմ ասած համարով։ Կբերեն կհասցնեմ։ Շեֆ ջան, հիմա ես երբ սպասեմ զանգին։ Մի քանի օր սպասի։ Կասեմ։ Հիմա Կամոյի ճակատագիր իր սեփական ձեռքերում է դավա։ Կախված նրանից, թե ինքը ոնց իրան կպայի, ես կորոշեմ։ Կապրի ինքը, թե չէ։ Դա ուր ես։ Արփնա
մնացա չկա։ Վայ, կներեք։ Չգիտեի, որ մենակ չես Դավ ջան։ Դե լավ, ես գնամ դուշ ընդունեմ, հետո կխոսենք։ Ոնց հասկանամ ես ամեն ինչ, Դավը։ Շեֆ ջան, Ինչ շեֆ ջան։ Ինչ շեֆ ջան, արա։ Դու հասկանում ես թե ինչ ես արել, Դավո։ շեֆ ջան, Հասկանում ես ինչ ես արել, ես ուզում ես ինձ պաստամի տանես, հա։ շեֆ ջան, ես հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Դու ինչ պետք է բացատրես, արա, ինչ։ Ես ինչ սարքի։ Գոնե ճոգում ես այդքան բան, արա։ Շեֆ ջան, այս աղջիկը ինձ չի ճանաչում։ Ու չգիտի ես ով եմ։ Ու առավել ևս, չգիտի դու ով ես։ Ես չմտածես։ Սա քաղաքան գարվատոմի զարգաց չկին աման գալիս։ Ու նրանք լուրջ մարդիկ են, Դավո։ Ու նրանց այս սենց մի հատ զացեպ կայապ էդ, որ դուրս գան քո վրա։ Իսկ հետո էլ արդեն ին վրա։ Շեֆ ջան, Զինայի պահով կարաս արխային լնես։ Ես ատվի չեմ։ Ինչու ես աղջիկը։ Հենց նոր ասում էիր, որ այդ աղջկան մի օր ճանաչում ես։ Դու ինչ գիտես թե ինքը ով է։ Ինչի աստեղ եկել ու ինչ ա ուզում քեզանից, Դավո։ Ու ամենագլխավորը։ Ով է իր աստեղ ուղարկել։ Շեֆ ջան, իրան ոչ մեկն էլ չի ուղարկել։ Հերը քիշերը ես եմ իր այդ ծանոթացել ու իրան տուն բերել։ Չէ, Դավո։ Չէ։ Ես նման ռիսկի չեմ կարա գնալ։ Չէ, շեֆ, խնդրում եմ, պետք չի։ Արդեն ուշ ա խնդրել։ Սպաշեն, որ ձերքել ես, նենց ձերքել ես։ Գնա ու հենց հիմա սպանի այդ աղջիկը։ Ինչ ես վերես նայ։ Դու ինչ գիտես ես ամեն ինչ իմ դուրը գալիս, հա։ Սխալվում ես, Դավո։ Ես քո նման մարդասպան չեմ։ Բայց չեմ էլ կարա թույլ տամ, որ քո սխալի պատճառով ինձ սպանեն։ Դավայ գնա վարա գործը։ Դու համար առաջին անգամը չի։ Եղավ։ Մասուլա։ Չէ, չէ, կտրում եմ մեկ չէ, ես ոչ մեկի հաշվիվան չեմ ասի, չէ, ովնես Վերջ։ Իմացի արա։ Սաղ չկան մահը քո խղճի վրա է։ Մի անգամ էլ քիթը տանից դուրս հանեցիր իմ ձեռքով քեզ կսպանեմ։
պասապոսը թաղակի ու գնաց տեղից։ Բինդ բերեմ կապեմ դավո։ Հենա ասեցի։ Հիմա ես գնամ։ Հա։ Գնա ու մոռացի ինչ որ այսօր տեսար ու լսեցիր։ Եթե իհարկե ուզում ես երկար ապրես։ Ով ես դու դավո։ Քեզ ասեցի գնա ու երիքա ավելորդ հարցեր տաս։ Ու ավել լավ կլինի քաղաքից որոշ ժամանակով բացակա ես։ Քո իսկ անվտանգության համար եմ ասում։ Նորից գնացել էիր Հովիկի հետ հանդիպման, չէ՞։ Հա։ Ամեն ինչ ճիշտ ա Լիլիթ։ Մենք վաղուց էինք գնում դեպի դա։ Ու այդ օրը վաղ թե ուշ պիտի գար։ Ինչ նկատի ունես, Նորիկ։ Ես գիտեմ, դու ինձ միշտ համեմատել ես Հովիկի հետ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նա դեռ չկար։ Իսկ երբ նա հայտնվեց, ես անմիջապես հասկացա, որ այդ մրցավազքում ես հաղթելու ոչ մի շանս չունեմ։ Այդպես մի ասա, Նորիկ։ Ես ուղղակի նյարդայնացած էի, ավել պակաս բաներ ասեցի քո հասցեին։ Չէ, Լիլիթ։ Ցավոք քո ասածների մեջ ճշմարտություն կար։ Բարսեղը քեզ առևանգել էր ու դրա միակ մեղավորը ես էի։ Չնայած եթե դա էլ չլիներ, միևնույն է, դու ինձ վաղ թե ուշ ասելու էիր այն ինչ այսօր ասեցիր։ Նորիկ,
Ոչ մի բան մի ասա Լիլիթ պետք չի։ Ինձ համար վաղուց արդեն ամեն ինչ պարզ էր։ Նույնիսկ հիմա դու գնացիր այդ Հովիկի մոտ, փոխանակ մնալու ինձ հետ, որ մենք միասին կարգավորենք մեր խնդիրները։ Գիտեմ, որ մեղավոր եմ քո առաջ։ Կներես։ Ես մենակ մի բանի համար եմ ափսոսում Լիլիթ, որ հնարավորություն չեմ ունենալու ամեն օր գանչիկից տեսնել։ Այդպիսի բաներ մի ասա, Նորիկ։ Մի լքի ինձ, խնդրում եմ։ Ես քեզ չեմ լքում, Լիլիթ։ Ես ուղղակի հեռանում եմ այնտեղից, որ ինձ չի պատկանում։ Դու վաղուց արդեն ամեն ինչ որոշել ես։ Այդպես չի։ Այդպես է Լիլիթ։ Ուղղակի չէի համարձակվում այդ մասին խոսել։ Դե մտածում էի, որ մի օր ամեն ինչ լավ կլինի, որ Հովիկ այլևս չի խանգարի մեզ միասին լինելու։ Հովիկը մեզ չի խանգարել։ Ու չի էլ խանգարի։ Քանի դեռ Հովիկը քո սրտում է խանգարի։ Ես Հովիկի դեմ ոչ մի բան չունեմ, հավատա։ Ինքը լավ մարդ է։ Չնայած պատկանում է այն աշխարհին, որտեղ համարյա այդպիսի մարդիկ չկան։ Բայց Հովիկը անկախ իր կամքից կործանեց ընտանիքս։ Նորիկ, խնդրում եմ քեզ, ինձ մի հնարավորություն էլ տուր, ընդամենը մի շանս, ես խոստանում եմ, ամեն ինչ լրիվ այլ կերպ կլինի, մի լքի ինձ խնդրում եմ, Չի փոխվի Լիլիթ, ոչ մի բան չի փոխվի։ Մենք ուղղակի կերկարաձգենք մեր տանջանքները։ ընդամենը մի շանս, Դու կխոսես գանչիկի հետ, ամեն ինչ կբացատրես երեխա։ Նորիկ մի գնա, խնդրում եմ քեզ, ես քեզ աղաչում եմ մի գնա, ինձ մենակ մի թող, Առանց ինձ դու ավելի երջանիկ կլինես։ ինքը Ախպերս ասում եմ, իսկականից մի կտոր հաշ չուտենք Կաշյան, համ էլ մի բաժակ բան կխմենք էլի իրար հետ։ Չէ, ես սոված չեմ։ Բայց թե դու սոված ես կեր Թաթուլ։ Չէ, մենակ ինչ հաց ուտեմ այ ախպեր։ Բայց ափսոս, հետդ պիտի բարձանայի տենայի այդ հարիվի վրա ոնց ես տրախկանյա տանում։ Քո երթն է գգա, մի մտածի։ Մոմենտ չկա Կաշյան, դու մենակ ասա ախպերս։ Բայց ես կյանքը իշնակլի բանա չէ։ Այն Արմենը, հոպարի Սանիկը, ինչ անհաջող մարդուս եկավ։ Հոպարի հաշվին մարդ դառավ ախպեր, ու եմի չի ուզում այդ մարդու հասանելիքը իրան տա։ Կյանքն է տես Թաթուլ։
Այսօր գիտես ոնց է։ Ձեռիդ մեջ ձվածեղ ես անում, կերցնում, հետո մերսի տեղը թքում է ձեռներիդ մեջ։ Հա, էդի տենց 100%-ով ախպերս։ Դուք էդ գյադու հետ ձեր գործերը պրծեք, ես ինքս իմ ձեռներով եմ դրան սատկացնելու։ Հələ լսի Թաթուլ, այսօր մի հատ ծանոթ տղա տեսա, արա մի բան ասեց մտքիցս դուրս չի գալի։ Ինչ ասել որ։ Եսին, ասում է թե իբր այսօր մեծ հավաք առնելու, որտեղ քաղաքի լուրջ տղեկը կարևոր հարցեր են լուծելու։ Դու կուրսի ես։ Ինձ պրինցիպի այդ թեմաները հետաքրքիր չի, ես պրոստը քո համար եմ ասում։ Իմ համար։ Հա, Թաթուլ, քո համար։ Եթե ուզում ես առաջ գնաս ու հոպարիդ մոտ վստահություն ձեռք բերես, դու պետք է այդ ամեն ինչից կուրսի լինես, որ սկսեն քեզ հարգել։ Թե չէ սրան նրան վախցնելով շատ առաջ չես գնա։ Էդ ինձնից չի։ Հոպարից է։ Ավելի ճիշտ իրա կողը կայնած մարդկանցից, որ չեն ուզում ինձ շանս տան, որ ես ինձ դրսևորեմ։ Ես քեզ մի քիչ առաջ նույն բանն էի ասում, Թաթուլ։ Մենք ամեն այն ժամանակներ ենք ապրում, որ ամեն մեկը իր շահի մասին է մտածում։ Կարող իմ մնացածների համար ավելի լավ է, որ դու Միրոյից հեռու լինես։ Որ եկուս մի սոր երբ որ այդ մարդը չլինի, եղած չեղածը մեջ անելու ժամանակ քեզ փայտ չտան։ Այդ հաստատը տենց ախպերս։ Գիտես ես Կապոնեի մոտ ոնց վստահություն ձեռք բերեցի, Թաթուլ։ Ոնց կաշ ջան։ Ես որ նոր եկի իր բանդա։ Նրա հետի տղեկը չէին թողնում մոտիկանա իրան, երկու բար խոսամ այդ մարդու հետ։ Իրաց պետք էր, որ ես անուղեղ բայևիկ լինեմ։ Մի օր ես իմացա, որ Կապոնեն քաղաքի դեմքերի հետ ինչ-որ հարցեր ունի։ Պետք է հանդիպի դրանց։ Ես իմ կանալներով ճշտեցի, որ դա է հանդիպումը ու գնացի։ Դա հետո։ Հետո որ ինձ տեսան, շատ զարմացա։ Բայց ես սապացուցեցի, որ ինձանից ինչ-որ բան ներկայացնում են։ Այդ հանդիպման մասնակիցներից մեկը կիլլեր էր բերել, որ Կապոնեին խփեր։ Մենակ ես կարացա դրան գտնեմ ու վիճիստի տանել։ Ու այդ հանդիպման վաղ դաժե մի հատ կրակոց չեղավ։ Հալալա քեզ ախպերս։ Դրանից հետո ես դառա Կապոնեի աջ ձեռը։ Ու այդ մարդը առանց ինձ ոչ միտեղ չէր գնում, ոչ մի կարևոր որոշում չէր կայացնում։ Ճիշտն ասած ես կուրսի եմ այդ հանդիպան մասին կաշ ջան։ Ավելի ճիշտ քաղաքի կեսն է արդեն կուրսի, որ Հովոն իրի գունը հայտարարել է, որ թոշակի է այդում, ու վլաստը Միրոյին է տալի։ Ու դու հավատում ես դրան, Թաթուլ։ Ինչ-որ բան գիտես ախպերս։ Չէ, բան չգիտեմ, բայց ինչքան ես լսել եմ Հովոյի մասին, ինքը ինքնական իրագահը Միրոյին չի տա։ Ու շատ հնարավոր է, որ այդ հանդիպման ժամանակ շատ վատ բաներ պատահեն, Թաթուլ։ Բա ոնց անենք, որ այդ մոմենտները մի հատ ճշտենք ախպերս։ Հիմա ոչ մեկ ոչ մի բանը չի կարա ճշտի, Թաթուլ։ Ես պրոստը վերսե եմ առաջ քաշում։ Հնարավոր է, որ ոչ մի բանը չլինի։ Բայց ստրախովքի համար դու պիտի ճշտես, թե հավաքը որտեղ առնելու, որ հոպարիդ կողքը լինես։ Եթե դաժե կողքը նստած չլնես, գոնե մոտերքում, որ պետք եղած ժամանակ կարողանաս ինչ-որ բան անես։ Հիմա ինչ ախպերս, ասում ես պրաբիվատ անեմ, թե որտեղ է ալնելու այդ հավաքը։ Դու գիտես, Թաթուլ, իմ համար պրինցիպի մեկ է։ Ես պրոստը ուզում եմ քեզ օգնացնեմ, որ առաջ գնաս, որ Միրոյի կողքի մարդիկ սկսեն քեզ հարգել։ Թե չէ սրան նրան վախցնելով շատ առաջ չես գնա։ Ես այդ ջոգում եմ ախպեր, ու շնորհակալ եմ քեզ դրա համար։ Ես այսօր իմ կանալներով պրաբիվատ կանեմ, թե որտեղ է ալնելու այդ հավաքը, ու իրար այդ կեթան հոպարի կողը կլնենք։ Նայ ոնց կուզես, Թաթուլ ջան, բայց մենակ իմանում այդ թեմաներով մի շոշափի, լավ։ Չեմ ուզում Միրոյի կողքի մարդիկ մտածեն, թե ես իրանց տակը փորում եմ, որ քեզ առաջ բրտեն։ Ոմեն չկա կաշ ջան, ես քեզ պաստավիտ չեմ անի ախպեր։ Արա ախպեր ես կարոն ինչ է լավ չեկավ, գար մի հատ իրար տենայինք, հելնեինք եթայինք, մարդ պտի տենամ։ Հա, Թաթուլ մի հատ զանգ էլի, ես էլ եմ բռաս։ Հեսա զանգ եմ ախպերես։ Բարև ձեզ։ Բարև կարո։ Բարև կարո ախպեր։
Մեռանք ախպեր քեզ սպասելով, մի ժամ առաջ պետք է իրար հետ ստե հանդիպեինք։ Այդ խես նայեմ, որ բան ա եղել ախպեր։ Հա, եղել է։ Հոպարդ հիվանդանոց պարկած է։ Իսկ քո վրաս կի խաբարություն չկա։ Ոնց հիվանդանոց պարկած ախպեր ես։ Բախի մի հատ խաբար չէի կարեի թե հոպարի կողելն է։ Չհասկացա, Թաթուլ, այդ ես քեզ պետք է խաբար հասցնեմ։ Այսօր սաղ քաղաքն այդ մասին խոսում է։ Իսկ դու ես շիականջում քնած ես։ Այդ երբ մի հատ զանգիկ խաբար արիք, որ ես էլ շիականջում քնած մնայի։ Լավ։ Թեման փակեցինք։ Ես եկել եմ հոպարիդ համար հաց տանեմ։ Կգաս հետս, թե շատ ես ուզում հոպարիդ տենաս։ Հա, ուզում ենք։ Լուրջ պրոբլեմ ա Միրոյի հետ կարո։ Մի պրոբլեմ չի, Կաշ ջան։ Այդ մարդու վրա մի հատ առողջ օրգան չկա։ Ես մի անգամ եմ Միրոյին տեսել։ Իմ վրա պինդ մարդու տպավորություն ա թողել։ Համոզված եմ, որ այդ վիճակից դուրս կգա կարո։ Աստված ձենդ լսի, Կաշ ջան։ Ասա, հա եղավ։ Պատրաստ է արդեն, գնացինք։ Գնացինք, Կաշ ջան, գալիս ես։ Հա, ես եք ուզել եմ Միրոյին տեսել։ Դեքել ախպեր ես։ Ես այսօր մի անգամ էլ գնացել եմ ու իմ աչքով ստուգել եմ ռեստորանը, որտեղ պիտի կհանա հանդիպումը։ Ընտրել եմ մենակ այն տղերքին, ում վրա 100%-ով վստահ եմ։ Ու եթե ամեն ինչ ընթանա մեր նախնական սցենարով, հանդիպումից դու Հովոն դուրս կգաք գոքոր, ամեն ինչ շատ արագ կվերջանա։ Ես էլ եմ գնալու տղեքի հետ, Գար ջան, հետ էլ ռաշոտ արա։ Տիկո Հովոն ասեց, որ դու պիտի տանը մնաս։ Ես գիտեմ ինչ ասում եմ, Գար ջան։ Բայց եթե ես հանգարց տղեքի հետ չգնացի, ես եմ խոդով եմ գալու, դրանում կասկած չկա։ Ես չեմ կարող երկու օրվա այս դեպքերից դու սենց հանգիստ ու նստեմ։ Գարիկ քեզ չի թվում, որ այս ամեն ինչը, դաժե հանդիպումը, խայծ է սարքած։ Որ մեզ բոլորիս հավաքեն միտեղ ու անեն այն ինչը, որ մենք էինք պատրաստվում անեինք։ Մենք նաև դրան ենք պատրաստ, գոքոր։ Դրա համար ռեստորանում, բացի Միրոյի ու մնացածների ախրաննիկներից, ոչ մեկ մուտք չի գործելու։ Գար ջան, որ վերջի պահին Միրոն հանգարցակի որոշի հանդիպման վայրը փոխի, ինչ պետք է անենք այդ վաղտ։ Այդ ժամանակ մեր վիճակը կբարդանա Տիկո։ Ու ես Հովոյին խորհուրդ կտամ, որ չգնա հանդիպմանը, որևէ պատճառ բռնելով։ Թե չէ մենք հաստատ կգնանք ու կընկնենք Միրոյի լարած թակարդը։ Այդ հնարավոր տարբերակ է, Գարիկ։ Մենք այն գլխից պիտի այդ ամեն ինչի դեմն առնենք։ Եթե դրանք հանդիպման վայրը փոխեն ու Հովոն էլ որոշի, որ մենք պետք է գնանք։ Ես մտածել եմ դրա մասին, գոքոր, ու դրան ռեալ լուծում չկա։ Իրոն կարա ընդամենը 10 րոպե առաջ տեղեկացնի, որ հանդիպման վայրը փոխել է։ Ու մենք հաստատ այդ ժամանակահատվածում ոչ մի բան չենք կարող անել։ Այսօր գիշեր ճակատագրական կարող ալնի մեր բոլորի համար տղեկ։ Մենք կամ կշահենք այս կռիվը, կամ կկորցնենք ամեն ինչ։ Ես ուզում եմ, որ ձեր մոտ այն պարզ գիտակցումը լինի, որ այս կռիվ չի լինելու։ Մեր ազդեցությունը պաշտպանելու կամ դիրքերը ուժեղացնելու համար։ Այս գաղափարի կռիվը, որտեղ մի կողմից մենք ենք, մյուս կողմից Միրոն ու իր շակալները, որոնց համար այս աշխարհում մի սրբություն կա, փողն ու իշխանությունը։ Ու այն մարդը, որը մտածում է մենակ փողի ու իշխանության մասին, ու դրա համար պատրաստ է իր հարազատ ընկերոջն ու աղբորը զոհաբերի, նա իրավունք չունի պահանջելու ավելին, քան ինքը կա։
Այսօրվա հանդիպումից հետո, որ հարցերը լուծվեն մեր ուզածով, ես ամեն ինչ կթողնեմ ձեզ ու կգնամ։ Ուր պետք է գնաս, ողո ջան։ Չգիտեմ, հեռու մի տեղ։ Հենց մի տեղ, որ ոչ մեկ ինձ չի ճանաչում։ Ամեն մարդու համար գալիս է մի պահ, որ ինքը պետք է կանգ առնի։ Ու ես զգում եմ, որ այդ պահը եկել է իմ համար։ Ով հիմա ժամանակը չի, ամեն ինչ թողնելու ու գնալու։ Մենք հələ լիքը գործեր ունենք իրար հետ։ Չէ, ժամանակն է գոքր։ Ես մի անգամ արդեն փորձեցի, բայց ինձ չթողեցին։ Հույս ունեմ, որ գոնե այս անգամ կստացվի։ Օ, եթե մենք այսօր գիշեր մեր հարցերը լուծեցինք մեր թշնամիների հետ, դա դեռ չի նշանակում, որ մեր բոլոր խնդիրները լուծված են։ Հիմա մեծ ալիք է բարձրացել, որպեսզի ամեն ինչ իր տեղը ընկնի։ Պետք է ժամանակ ու քո ներկայություն։ Դուք ինքներդ բոլոր խնդիրները կլուծեք, Գարիկ։ Ես արդեն ամեն ինչ որոշել եմ իմ համար։ Բայց քո մերի հարսանիքին կմասնակցեմ հետո կգնամ Գոքր ջան։ Դերանում չկասկածես։ Չեմ կասկածում, ովո ջան, բայց քանի պահ եկել է ուզում եմ քեզ ասեմ, որ խնդրում եմ իմ ու մերի հարսանիքի քավորը դառնաս։ Լավա որ ասեցիր, թե չէ ես մտածում էի, որ դու մերին արդեն ձեր համար ուրիշ տեխնացու եք ընտրել։ Եթե մեկը կա, դա դու ես, ովո ջան։ Ապայման։ Ով ջան, այսօր ես քո ու Գոքորի հետ գալու եմ այդ հանդիպմանը։ Ես չեմ կարող այս պահին ձեզ մենակ թողեմ։ Ես արդեն ժամերն եմ հաշվում, երբ այս ամեն ինչը վերջանալու գնա։ Ասա Ռաֆո։ Մի րոպե սպասի։ Ով եք ինչ-որ տարեց մարդ է եկել, Սերոբ հանունով, ով ասում է, որ պապայիդ ընկերն է եղել։ Նա, Սերոբը, պապայիս մոտ ընկերն է եղել ժամանակին։ Թող ներս գա։ Ռաֆո ներս ուղեկցեք։ Ասում է, որ ներս չի գալիս, խնդրում է, որ դու դուրս գնաս։ Ասա հիմա գալիս։ Հիմա ովոն դուրս կգա, Ռաֆո։ Ես գնամ։ Չէ, տենց տղեկ սպասեք, սենց որ սաղով, թափով դուրս գանք, այդ մարդու աշկ կվախացնենք։ Ես հիմա իր հետ կգամ։